Երբ մեկը պիղծ է սրտով, սիրներ, իր սիրտը պիղծ է այստեղ, շատ չարություն կա, ասեմ, շատ կարևոր տեղ է սիրտը։ Գիտեք սիրտը ինչի է նման, հայրերը այն նմանացնում են ջրհորի։ Ջրհորը տեսել եք, չէ՞։ Մենք ինչ ենք անում։ Դույլը գցում ենք, ջրհորը հանում ենք, չէ՞։ Ուրեմն դույլը մարդու լեզուն է։ Այսինքն ինչ գցեցիր սրտիդ մեջ լեզվով հանեցիր այնտեղից, ուրեմն հետաքից է կախված քո սիրտը ինչ կար այնտեղ։ Մաքուր խմելու ջուր էր, թե նեխած ջուր էր։ Չէ՞ որ հանում ենք լավը չլինում, հետ ենք չէ՞ թափում։ Ուրեմն այդ դույլը քո լեզուն է, իջեցնում ես սրտիդ մեջ, հանում ես ինչ որ կա սրտիդ մեջ։ Եվ եթե մեկը պիղծ սիրտ ունի, նրա գործերն էլ պիղծ են, եւ այսպիսի մարդը ոչ միայն միտքը մաքուր կլինի, այլև խշմտանքը, նրա խշմտանքը հայերեն ասում են այրված կլինի։ Երկու բան կա, չէ՞, մտքով ու խշմտանքով ենք, չէ՞, չափում ամեն ինչ։ Մենք նայում ենք մեր մտքի մեջ, որոշում ենք լավ է կամ վատ է, ուզում ենք, չենք ուզում, եւ խշմտանքը, խիղճը, ասում ենք կամ մի արա կամ արա։ Խիղճը Աստծո ձայնն է, չէ՞, դրված մեր մեջ, որ քեզ հուշում է՝ մի արա։ Գիտես, որ սխալ է, բայց դու ես որոշում։ Դրա համար ասում է, երբ որ այս ամենը կա, դրսից, ներսից դու նույնն ես, մաքուր սիրտ չես կարող ունենալ եւ անպտուղ պիտի լինես։ Իսկ այրված խշմտանքով մարդը չի կարող լսել Աստծո ձայնը եւ չի կարող զանազանել Աստծո ճշմարտությունը աշխարհի կեղծիքից։ Ուրեմն շատ կարեւոր է, որ մարդը նաեւ մաքուր միտք ունենա, որովհետեւ միտքը ամենաանպատկառն է սիրելիներ։ Ինքը չի ամանչում ոչ մի բանից։ Եթե մենք ֆիզիկապես մարդկանց նայում ենք, ամանչում ենք, մեր միտքը չի ամանչում։ Մենք մարմնով ամանչում ենք, մեր գլուխը կախնում, բայց մեր միտքը շարունակում է դրա մասին մտածել, որտեվ չի ամանչում, որտեվ ոչ ոք չի տեսնում։ Սիրայքի իմաստությունը ասում է շնացողը վստահ է, որ իրեն ոչ ոք չի տեսնում, բայց մոռանում է, որ Աստված իրեն տեսնում է։ Շատ կարևոր դու միտքդ հսկես, եթե միտքդ հսկեցիր, դու կարողանաս նաև խիղճդ մաքրությամբ պահել, սիրտդ մաքուր պահել եւ հասնել Աստծո ճանաչողությանը։